Ում են նշանակում այդ պաշտոններին։ Այդ ամեն ինչ ով պիտի առաջ տանի, ով պիտի զարգացնի։ Եթե երկիրը կառավարվում է, մշակույթն էլ պիտի կառավարվի, չէ՞։ Գնում ենք դեպի ճգնաժամ հայկական երաժշտության մշակույթի։ Մշակույթի նախարարությունը զբաղված է նույն բաներով, որ ժամանակին զբաղվել է սովետական համակարգը։ Եթե մենք սրանից դուրս չգանք, մեր վերջը շատ վատ կլինի։ Ինչ տեղի ունեցավ մեր ուղեղներում այդ դեպքում։ Այդ պորտալները չկտրվեց։ Ինչ ասա, սղոցեցին, պայթացրեցին, վառեցին, չփոկվեց։ Դա առաքելություն է, դա ուղղակի բիզնես է, դա կոչում է, դա նվիրում է, դա ուղղակի հոգու կանչ է։ Դու պիտի ուժեղ լինես, որ մարդը տեսնի, որ դու ուժեղ ես։ Այդ վաղ ինքը քո հետ կուզենա երկը խաղաղության մեջ ապրել։ Թիրախավորելով կաթողիկոսին, իրենք թիրախավորում են դրանով նաև եկեղեցուն, թե ոչ։ Եկեղեցին արեց այն ինչ որ պիտի աներ պետությունը, այս պետությունը չարեց։ Այս պայքարը ոչ թե եկեղեցու, այլ անձերի դեմ է։ Ինչպես եք վերաբերում այդ մոտեցմանը։ 52 հոգի պարգևատրվեցին մարտական խաչ 2 աստիճան։ Դուք հասկանում եք ինչ է դա նշանակում։ Այդ շքանշանը արժե զրկվեց այսօր, ինքը գոյություն չունի։ Այն երկրում, որտեղ ուսուցիչը ստանում է այն աշխատավարձը, որը հիմա տալիս են մեր ուսուցիչներին, չի կարա այդ երկիրը զարգանա։ Չի կարա, պարզապես անհնարին է։ Էն էլ էս ազգը, որը ցույց տվեց, որ ինչպես կարա ինքը ուժեղանա եւ որքան հզոր կարող է լինել եւ ինչ հաղթանակներ կարող է ունենալ։ Սիրելի բարեկամներ, ողջույն, շարունակում ենք մեր ինքնությունը ոդքասթների հերթական այս թողարկումը շարքը, որը մենք սկսել ենք ոչ պատահաբար, քանի որ խնդիր ենք տեսնում մեր ինքնության հետ կապված դրա բոլոր դրսևորումներով։ Վերջերս մի քննարկում կար, որտեղ որոշ մարդիկ նշում են, որ մենք հայերս չենք կարող ինքնութենական խնդիրներ ունենալ, քանի որ մենք մոնոէթնիկ ենք, եւ մեզ ընդհանրապես չի սպառնում նման խնդիր։ Իհարկե, սա ոչ մեղմ ասած ճիշտ կամ գիտական մոտեցում է, քանի որ շատ կարևոր է հասկանալ, որ ինքնությունը ոչ թե մի զգացողություն է, այլ ինքը կոնստրուկտ է, ինչպես եւ բազմաթիվ անգամներ ասել եմ, որը բաղկացած է տարբեր էլեմենտներից, տարրերից, սկսած մշակույթ, ինքնությունից, մինչև հոգեբանություն, ավանդույթներ, անգամ անվտանգությունը բոլորը մաս են կազմում ոչ միայն հայերի համար, այլև ընդհանրապես տարբեր ազգերի եւ ազգությունների ինքնության մասը, եւ մենք էլ փորձում ենք մեր հրաշալի եւ բացառիկ հյուրերի հետ միասին խոսել ոչ միայն ինքնությունից, այլ ինքնությանը առնչվող խնդիրներից։ Դա չի նշանակում, որ մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանը կամ մենք բոլորս ինքնութենական խնդիրների մեջ ենք, այլ որ մենք պետք է հասկանանք ի վերջո այդ բոլոր շերտերը քննարկենք միասին եւ նաեւ հասկանանք թե ինչ լուծումներ կան։ Այսօր մենք հյուրընկալել ենք Կադանս երաժշտության կենտրոնի հիմնադիր պրոդյուսեր Նիկա Բաբայանին։ Նիկա, ողջունում եմ։ Բարև ձեզ։ Մենք շատ առիթներ ունեցել ենք միասին զրուցելու, բայց այս առաջին անգամ է, որ միասին փորձելու ենք նաեւ հեռուստադիտողի առաջ խոսել մեր հարցերից։ Իհարկե պիտի ցավով նշեմ, Նիկա, որ այս տիպի հաղորդումները կարծեք շատ մեծ պոպուլարություն չունեն, բոլորը սովորել են հայհոյանքների, էմոցիաների, քաղաքականապես ճամբարային, այսպես մտածողության, բայց ինչ անենք, մենք էլ տրվենք դրան, թե փորձենք պահել այն ինչ որ օրինակ դուք փորձել եք միշտ անել, ըստիս, այդ գոնե երաժշտության, արվեստի ոլորտում պահել այդ նշաձողը, համաձայն եք։ Իհարկե համաձայն եմ։ Ոչ մի անգամ չպետք է գնաս այդ մասսայական ճաշակների եւ պատկերացումների հետևից։ Դու քո գործը պետք է անես, քո միսիան պետք է իրականացնես եւ ոչ մի անգամ չշեղվես այդ հիմար պոպուլիստական ուղղություններով։ Իսկ դժվար չի այդ դեպքում գումարը վաստակել, եթե դու չես տրվում։ Ես առաջին երևի այն մարդն եմ, որը դասական երաժշտությունով տուն է պահել, տենց ասեմ, կոպիտ ասեմ։ Այս աստեղ երևում է ձեր ամբողջ ընթացքը, տասնյակ հարյուրավոր միջոցառումներ։ Դասական երաժշտությունը պարզ չի, պոպ արտիստի պես քեզ եկամուտներ չի բերում, առավելից, որ ես միշտ գերադասել եմ նվագախմբային պրոյեկտներ եւ այլն, բավականին մեծ, ու հասկանալի է, որ մի հատ պոպ արտիստ ունենալով կամ ջազային խումբ առաջ տանելը դու շատ ավելի շատ փող կաշխատես, դա տրամաբանական է։ Մի հատ օպերային երգիչ ներկայացնելը այսօր ֆինանսական տեսակետից
բազմակի անգամ ավելի ձեռնտու է, քան մի մեծ խումբ պահել կամ առաջ տանել կամ ներկայացնել շուկայում։ Հենց որ այդպես է կյանքը։ Ես պոպ երաժշտությամբ չեմ զբաղվել ոչ մի անգամ։ Նույնիսկ ամոթ է, որովհետև ես չեմ էլ ճանաչում այդ երաժիշտների մեծ մասին, իհարկե։ Չեմ ուզում ոչ մի ինչ-որ վատ բան ասեմ, այդ երաժշտությունը միշտ իր տեղը ունի, ոնց որ ռաբիզը երևի։ Մենք չենք կարող ռաբիզը sense վերցենք ու հրաժարվենք։ Օրինակ, մի քանի օր առաջ տաքսի եմ հերթական անգամ նստում, տաքսիներում շատ հաճախ լսում ես ցածր կարգի երաժշտություն, վերջը մեկ տրամադրությունը շատ հաճախ չկա այդպես բաների համար։ Ասում եմ վարորդին, ասում եմ ես վերջին անգամ, ասում տղա ջան, ասում, այս երաժշտությունը որ դու լսում ես, դու հասկանում ես դա ինչ է։ Ասում եմ ինչ է դա։ Ասում դա մեզ համար դա շատ ինչ ասեմ, մեր ստատուսին խփող մեր ազգային երաժշտության հանդեպ սա դավաճանություն է, դուք հասկանում եք, սա երաժշտություն չի, սկսենք դրանից, սա ինչ որ մլաբուցներ են, ինչ որ անասուն ռիթմեր են, թուրքա, ադրբեջանական, հնդկական, սա հիմա գիտեք, սա էկլեկտիկա է, հիմա ամեն ինչը հայ պոպ երաժիշտների մեծ մասը արդեն ծիծաղելի ժանրերով է, որ ասում են սա ինչ ժանր է, ես արդեն ասում եմ այդ ժանրը կոչվում է պոպ երաժշտություն, էլ մի բան արեք, մի շատ խորացեք։ Այդ պոպուլիզմը հիմա Նիկա երևի կհամաձայնեք, արդեն քաղաքականության մեջ է, շատ տեղերում է այդ նշաձողը իջել, բայց կարծեք չկա էլ այդպես միտում, որ ինքը բարձրանալու է եւ ի վերջո բոլորը ենթադրենք սկսելու են ավելի բարձր արժեքներ դավանել, թե Ես մեծ հույս ունեմ, որ մենք քաղաքականությունից եթե խոսենք, շատ քիչ պիտի խոսենք, բայց ես ձեզ մենակ մի բան ասեմ, որ ես տարիներ շարունակ այս իհարկե սովետական կարգերից հետո ինքս լինելով ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Արամ Խաչատրյան համերգասրահի գլխավոր տնօրեն, ձեզ թվում է ես շատ եմ տեսել այդ սրահում դասական համերգներին, մեր պարլամենտի անդամներին, մեր քաղաքական գործիչներին, բացարձակապես այդպես բան չկա։ Այս մարդիկ առավել եւս այսպես գործող ղեկավարների մասին սրանք ռաբիզ են իրանց պահվածքով, խոսալով, իրենց մտածելակերպով։ Դե նախկինները այնպես չի էլի, որ չգիտեմ։ Նախկինները ավելի լավը չեն, եւ դրա մասին եմ ասում, մեր անկախության տարիների ընթացքում այդ հարցը շատ հստակ կարող ես ասել այցելունների մակարդակից, որ մենք խայտարակ վիճակում ենք։ Ու հասկանում եք, երբ որ քո երկրի լիդերները ասենք ասենք սերուցքը, մտավորականությունը, քաղաքական էլիտան անճաշակ, անմակարդակը, այս մարդկանց ամենաշատը հետաքրքրում է տրճիկ բանը, երևույթը, որտեղ մենակ կարաս պարես ու ինչ որ խմես ու ավել պակաս անճաշակ բաներով։ Իսկ հնարավոր է ձեզ փոխել քաղաքական հետը նկատի ունեմ ընտրությունների միջոցով, այլ ընդհանրապես ասենք որակապես բերել ձեր պատկերացրած քաղաքական էլիտայի ձևավորմանը։ Գիտեք ինչ, հնարավոր է, բայց այդ հնարավորությունը եվրոպական մեծ փորձ, վերցանք Եվրոպան։ Եվրոպան ցույց տվեց, որ ինչպես է եվրոպական մշակույթը ձևավորվել։ Առաջին դեմքերը երկրի ղեկավարները, ասենք ազնվականությունը եւ այլն, այդ մարդիկ ստիպելով պատվերներ տալով երաժշտությունը բարձրացեցին այն մակարդակի, որ արդեն հասարակությունում լավ երաժշտություն լսելը դա ինչ ասեմ, դա լավ տոն էր, դա լավ ճիշտ մոտեցում էր։ Հիմա տեսեք, այսօրվա ասենք թե վերցեք եվրոպական ու ամերիկյան շուկան։ Բոլորը կարիք ունեն ֆինանսների, չէ՞, բոլորին պետք են հովանավորներ, ներդրողներ եւ այլն։ Այդ երկրներում զարգացած հովանավորները կարելի ասել հերթ են կանգնում, որպեսզի որակյալ երաժշտությունը հովանավորեն, ֆինանսավորեն, որովհետեւ իրենց համար դա պատիվ է։ Պատիվ։ Եթե ես միանգամից մյուս օրինակներ բերեմ, եթե Ռուսաստանում դա ոչ թե պատվի հարց է, այլ դա արդեն քաղաքականացված ինչ որ մի բան է, որովհետեւ Վալերի Գերգիևի պես մեծությունը
կարա հազարավոր հովանավորներին մերժի, ասի կներես դու չես սազում մեր կալիբրին կամ դու այն մարդը չես, ու ինքը ոչ մի խնդիր չունի հովանավորների, որտեվ այնտեղ ոչ թե ճաշակի հարցն է, բայց իրանց համար շատ պատվավոր է, թե դու հովանավորում ես Վալերի Գերգիևի երաժշտական։ Գերգիևը նաև Հայաստանում է աշխատել, բայց հետո իրեն հանգիստ ձևով այստեղից ճանապարհեցին։ Գերգիևին 5 տարի այդ մարդը աշխատեց, իրեն գործից հանեցին, ես երբ որ ֆիլհարմոնիկի տնօրեն դարձա, ես իմ աչքով տեսել եմ այն փաստաթուղթը, որի տակ ստորագրել են մեր բոլոր երաժշտական եւ մշակույթի գործիչներ, որոնք պահանջում էին, որպեսզի Գերգիևին թուփ շպրտեն, որտեղ ինքը քիչ ժամանակ է տրամադրում միթոմ ֆիլհարմոնիկ նվագախմբին ու գերադասում այլ տեղեր աշխատել, այդում խոսքը գնում էր Մարինսկիի մասին։ Հենց որ Գերգիևին այստեղից շատ հանգիստ ու երբ որ ես Վալերային տարիներ առաջ Նյու Յորքում հանդիպեցի Կարնեգի հոլում համերգներ ուներ ու այդ թեմայով խոսեցինք, ես ասացի, ինչի ոչ մի կապ չեք պահում ֆիլհարմոնիկի հետ, ընդհանրապես Հայաստանի հետ։ Ասեց, ես քեզ կարամ մեկ առ մեկ քո ամենամեծ խնդիրների եւ հակառակը ձեռքբերումների մասին քեզ լիքը բան պատմեմ։ Ասում ես ամեն ինչի մասին գիտեմ, ես ամեն ինչով հետաքրքրվում եմ։ Ինձ համար Հայաստանի ֆիլհարմոնիկը ուրիշ բան է, ես նենց բանով եմ անցել, ասում եմ։ Բայց եկավ, կարծեք Դե հիմա ինչի չի գա, հիմա այն օրնանգը է, որ արդեն եկավ։ Հա, Ռուսաստանը սանկցիաները։ Հա։ Դիկա, ես նայում եմ այստեղ քո ուղակի անցած ճանապարհը շատ տպավորիչ է, սկսած տարբեր տեսակի խմբերի հետ աշխատանք դրսում Հայաստանը ներկայացնելով եւ մշակութային առումով եւ մարդկանց ճանաչելի դարձնելով Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու առումով ըստ քեզ ինչ է նշանակում ընդհանրապես ներկայացնել հայ երաժշտությունը արտերկրում։ Դա ինչ է, դա առաքելություն է, դա ուղղակի բիզնես է, դա կոչում է, դա նվիրում է, դա ուղղակի հոգու կանչ է, ինչ է, դա բոլորը միասին։ Գիտեք ինչ, դա ավելի շատ երևի ինչ որտեղ միսիա է, բայց որը ունի իր ֆինանսական կողմը, անշուշտ է, թե չէ։ Դա պետք է հասկանանք։ Հիմա մենք ձրի չենք ներկայացնում մեր երաժշտությունը։ Հետո որ ձրի ներկայացնենք, մեզ ոչ մի գին տվող չի լինի, դա էլ ասեմ ձեզ։ Մենք ունենք ցույց տալու բան, ասեմ ձեզ, եւ կատարողներ ունենք լավ, եւ ունենք ամենակարևորը ստեղծագործողներ, ունենք լավ կոմպոզիտորներ, ունենք հետաքրքիր հայկական երաժշտությունը շատ հետաքրքիր է, առավելևս մեր ավանդական երաժշտությունը, հոգեվոր։ Ես հիմա այս վերջերս իմիջիայից տարիներ շարունակ տարբեր խմբերի հետ աշխատելով, հիմնականում նվագախմբային նախագծեր իրականացնելով, ես այս վերջերս զուտ իմ հաճույքի համար ավելի մոտեցել եմ մի ժանրի, որը կոչվում է crossover, ամենագնաց։ Այդ ժանրը պարունակում է բոլոր, ասենք ասենք, ժանրերի նմուշները իր մեջ եւ եթե երաժշտական խումբը շատ պետք է լինի վիրտուոզ, դա ամենակարևորն է, պետք է լինի անպայման գրագետ եւ ունենա բազային դասական կրթություն, կոնսերվատորիա գոնե ավարտած։ Ես եկա հասա այն բանի, որ ինձ ամենահաճելին է այսօր, բացի իմ սիրած դասական կոմպոզիտորներից, լսել այդ տիպի երաժշտություն, որը գիտեք ինչ ճկուն է, հետաքրքիր է, ինքը լրիվ նյուանսների վրա է, տեխնիկական բարձր որակի հետ, միաժամանակ շատ հետաքրքիր երանգներով երաժշտությունն ու կատարումներն են։ Ինձ դա շատ է հետաքրքրում։ Crossover-ը ինձ համար այսօր դարձել է ամենահաճելի, ինքը կատարում է հեշտ ընկալվող բարդ երաժշտություն այդ թվում։ Շատ բարդ երաժշտություն կարող ես ներկայացնել այդ բայց մեզ մոտ կա նման երաժշտներ, նման մակարդակի։ Այո, մեզ մոտ կար իմ համար կար կադանս անսամբլը, որը 20 տարվա ընթացքում մեծ հաջողությունների հասավ, ավաղ ես էլ հետները չեմ աշխատում տարբեր պատճառներով, բայց խումբը հասավ ինչ-որ մի մակարդակի, որ ես ինչ-որտեղ կարող եմ ասել, բարտանում եմ։ Դե կադանս ինչ-որ առումով բրենդ դարձավ, չէ՞։ Իհարկե, ինքը հետաքրքիր, ինքը այդ crossover-ի ամենալավ տեսակներից մեկն է։ Չգիտեմ ինչ հետո կլինի, բայց ամեն դեպքում այսօր աշխարհում այդ ոճով նվագող շատ երաժիշտներ կան, շատ եւ այնտեղ ասում եմ հիմնականը որակն է, վիրտուո տեխնիկական
որակայթում եւ ճաշակ։ Շատ կարևոր է ճաշակը, ինչ ձևով ես դու մատուցում, ոնց ես մեկնաբանում այդ երաժշտությունը։ Նույն պատկերացնում եք Խաչատուրյանի երաժշտությունը ներկայացնել 5 հոգանոց կամ 6 հոգանոց խմբով։ Ու ներկայացնես այնպես, որ դալիճը ապշած մնա այդ ամեն ինչից։ Չէ՞ որ այսօր հոյակապ երաժիշտներ կան, որոնք տարբեր արանժիրովկաներ են անում, օրինակ նույնիսկ դուետի համար, երկու դաշնամուրի համար կամ ինչ ասես կարես լսես, շատ ճաշակով գործեր կան, ու ավաղ շատ հաճախ շատ անհաջող իհարկե մեկնաբանություններ կան։ Հայկական երաժշտությունը իսկապես յուրահատուկ երաժշտություն է։ Նիկա, ես ինչ եք համարում, այսօր մենք գնում ենք դեպի ճգնաժամ հայկական երաժշտության մշակույթի, թամպես մշակույթը կարծես թե շատերը մի քիչ լավ չեն պատկերացնում, բայց ինքը ուղիղ առնչությունի անվտանգության հետ, այսինքն ժառանգության պահպանությունը, արժեքների պահպանությունը, ընդհանրապես մշակույթը մարդու արյան այսպես էության մեջ է մտնում։ Եվ հիմա եթե իրեն օրինակ դու իրեն փոխես, իրեն եթե այլակերպես, մարդու նաև իր զգացողությունները, ընկալումներն կարող են փոխվել եւ նաև պետության հանդեպ եւ իսկ ինչ հիմա փուլում ենք։ Հերո մի գնացեք, տեսեք ինչ է կատարում մեր հեռուստատեսային կանալներում, ինչ են մատուցում մարդկանց, ինչ են կերակրում ժողովրդին ու առավելույթ երիտասարդներին եւ པարզ կլի մեր երկրի պատկերը։ Ոնց որ քաղաքականության մեջ մի հատ քաոսա տեղի ունենում ըստ իս։ Նույնը մշակույթի բնագավառում այդ խայտաբղետ կենթանական մակարդակի արդեն հասնող ցածրավորակ երաժշտությունը խեղճացնում է դասական, ազգային, ավանդական երաժշտությունը։ Շատ է խեղճացնում, որտեղ մարդիկ այդ կներեք այնինչ այդ լափն են ուտում երաժշտական։ Սա է, որտեղ ինքը ասում եմ տուշի տրճիկ երաժշտությունների բանն է այսօր։ Ռիթմեր են ինչ որ բաներ, էլ չեմ խոսում այս նոր ոճային բաները, դա ինձ հետաքրքիր չէ։ Ամբողջ աշխարհը չէ, այդ fast food-ի բոլոր դրսևորումներով արհեստական, այո, fast food-ի ու արհեստական ու շատ վնասակարար ուտելիքի լափի մեջ են մենք այդ դրա մեջ ենք ապրում։ Նայեք այդ ֆիլմերը, որ ցույց են տալիս ամեն օր։ Ես միակ բան, իհարկե ուրախանում եմ, ասում լավ է, գոնե արտիստները ապրուստի փող են վաստակում, բայց այդ այլանդակությունը, այդ անճաշակ, պրիմիտիվ սյուժեները, այս ամենի հասկանում եք, հիշում եք ժամանակին, որ նայում են մեքսիկական սերիալներ, բրազիլիական եւ այդ զարմանա թվում էր, այս ո՞նց կարա նորմալ մարդ էս բանը։ Բայց ամբողջ աշխարհն է դա սա նստած։ Բայց ամբողջ աշխարհը դրա մեջով անցնում է, այդ հեչ։ Բայց միաժամանակ կներեք ինձ, բա ի՞նչ է նշանակում երկիր, ի՞նչ է նշանակում պետական քաղաքականություն։ Եթե երկիրը կառավարվում է, մշակույթն էլ պիտի կառավարվի, չէ՞։ Այս երկիրը արդեն շատ པարզ, ասեմ ձեզ, այդ արդեն դրա մասին անգամ եմ խոսել, անիմաստան նույնիսկ կրկնել միլիոն անգամ նույն բանը։ Ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ մշակույթի նախարարությունը զբաղված է նույն բաներով, որ ժամանակին զբաղվել է սովետական համակարգը։ Եթե մենք սրանից դուրս չգանք, մեր վերջը շատ վատ կլինի։ Նկատի ունեք տոմսերը, նկատի ունեք ռեպերտուարները։ Ես նկատի ունեմ, որ առաջին հերթին ստեղծագործական կոլեկտիվը պետք է լինի ազատ։ Ու պետք է ստեղծագործի, ով է ստեղծագործում, ով պիտի դա կազմակերպի։ Իհարկե մենեջմենտը, իհարկե գեղարվեստական ղեկավարությունը, բայց եթե գեղարվեստական ղեկավարի նշանակումը նախարարությունը, շատ հաճախ հաշվի չառնելով շատ հանգամանքներ, ում են նշանակում, իրանց մարդկանց են նշանակում, մարդկանց, որոնք այդ թեման իմիջալ շատ առնչվել է այն բաների, որի մասին կարող է պատահել այսօր խոսենք, պարգևների օրինակ։ Ում են նշանակում այդ պաշտոններին, ով է այդ ամեն ինչ, ով պիտի առաջ տանի, ով պիտի զարգացնի։ Վերջին հաշվում մենք պետք է հասկանանք, թե չէ, թե երկիրը ունի քաղաքականություն մշակույթի բնագավառում, թե չէ։ Որն է այդ քաղաքականություն, որ այդ կապիկությունները տեղ ունենան հեռուստատեսությամբ, որ ցուցադրվում են տես հաճույքով։ Կամ այդ գիտեք ինչ, այս վերջին օրերս այնքան այդ փողոցային արվեստը տեսանք, այդ համերգները, այդ պոդիումները, այդ մինուսի տակ կամ պլյուսի տակ երկող աստղերը եւ այլն, դա այլանդակություն է մեծ մասամբ։
Եկա խոսեցիք պարգևներից եւ շքանշաններից, մենք խոսելու ենք իհարկե, սկսեմ նրանից, որ դուք ինքներդ արժանացել եք մշակույթի վաստակավոր գործիչ կոչման 2011-ին։ Ինչ է դա ձեզ համար։ Ոչ մի բան իհարկե։ Գիտեք ինչ, իհարկե ամեն մարդ ուզում է ինչ-որ ձևով որ պետությունը գնահատի։ Ես եթե տարիներ շարունակ այդ ուղղությամբ նույնիսկ կարայի մտածեի, ինչ լավ կլինի, որ պարգևատրում լինի եւ այլն, բայց այսօր իմ համար դա ծիծաղելի բան է։ Այսօր ոնց կարաս մտածես, որ առաջինը հարց է ծագում, ով է քեզ պարգևատրում։ 11 թվին ով էր։ Դե ով Սերժ Սարգսյանն էր պարգևատրում, հասկանալի է, ես այն ժամանակվա մշակույթի նախարարության գործունեությունը ես այսօրվա չեմ էլ ուզում խոսենք ու համեմատենք, դա համեմատության եզրեր չունի նույնիսկ։ Այսօր ես կասեի, որ դա անամոթություն է ու շատ լավ է, որ այդ կոչումները հանելու ինչ որ թեմայով խոսում են ու չգիտեմ վերջը դա ինչ որոշում ընդունես։ Վերջին անգամ նախավերջին անգամ 17 կոչում էր արդեն դարձել, իսկ միջև այդ, ասեմ ձեզ իմանաք, մենք ունեցել ենք հայկական ՍՍ Հանրապետության Հայաստանի, Սովետական Հայաստանի 51 կոչում։ 51։ Դուք հասկանում եք այդ ինչ է։ Օրինակ նահանգներում նման բան ընդհանրապես չկա։ Չէ, ոչ միտեղ չկա, բացի Սովետական միությունում ու նախքին սոց այդ այսպես ճամբարում, այնտեղ մի քանի երկրներում նույն լրիվ կրկնում են, չէ՞, մեր բաները։ Բայց շքանշաններ եղել են։ Չէ, շքանշան, մեդալը ուրիշ է։ Դրանց եկեք ասենք, հիմա դուք լիկա երկու հրաշալի գրքի հեղինակ եք, մեկը կոչվում է Հայաստանի պարգևները 18-ից 39 թվականներ, մյուսը կոչվում է Հայ եկեղեցու պարգևները, ուղղակի Հայ եկեղեցու պարգևները։ Այսպես ես ստամ, մի փոքր խոսենք, այստեղ ինչ հրաշալի բան, ինչու եք զբաղվում, ինչու եք որոշել հավաքել կամ զբաղվել միտեղ ամփոփել այս ամեն ինչը։ Գիտեք ինչ, երբ որ դու հասնում ես մի օր այն գաղափարի, որ պետք է գիրք հրատարակես, առնվազն դու պետք է հավաքես, կոլեկցիոներ պետք է լինես։ Եթե դու ինքդ չես հավաքում ու ոչ մի ձևի քո հոգուն դա հարազատ, հոգի հարազատ չի, դժվար թե դու տենց չորով նստես ու սկսես, որտեղ այստեղ երբ որ դու հավաքում ես, հավաքելը նշանակում է ուսումնասիրել լիքը բան։ Եվ երբ որ Սովետ միությունը փլուզվեց, ես սկսեցի հավաքել Սովետական միության պարգևներ։ Խոսքը գնում է շքանշանների, մեդալների եւ կրծքանշանների մասին։ Շատ հաճախ կրծքանշանները մարդիկ լավ չեն պատկերացնում ինչա, բայց կրծքանշանը կարող է շատ ավելի մեծ արժեք ունենալ, ոչ միայն ֆինանսական, այլ բարոյական ասեմ, քան շքանշանը։ Կարա այդպես դեպքեր կան։ Ո՞րն է եղել առաջին հայ եկեղեցական շքանշանը որ թվին։ Ես եկեք այդ թեմայի շուրջ մի բան ձեզ ասեմ, սկսեմ նրանից, որ ընդհանրապես ես խոսում եմ առաջին գրքի մեջ ներկայացնում եմ առաջին հայկական պարգևները։ Միջև երկրորդ համաշխարհային պատերազմ։ Դրա համար գրած է 39 թիվ, ոչ թե ինչպես շատ հաճախ, չգիտեմ ինչի, 41 թիվ են նշում։ Դա խորհրդային ժառանգությունից է։ Հիմա ես վերցել եմ մեր առաջին հանրապետության թեմայով որոշ բաներ գրել եմ, ուսումնասիրել եմ եւ հիմա շատ կարևոր է այն ինչ որ մեր երկրում եւ հասարակությունում այսօր է կատարվում։ Մարդիկ նույնիսկ շքանշանների միջոցով հասկանան իրավիճակը, իրողությունը, որովհետև տեսեք, ինչ է նշանակում ֆալերիստիկան այդ գիտությունը, որը արդեն լուրջ գիտություն է դարձել ամբողջ աշխարհում, շատ երկրներում օրինակ ֆալերիստիկան կարողանում է ներկայացնել եւ երկրի պատմությունը։ Դրա համար դա պատմական գիտության մի մասն է արդեն դարձել, շատ լուրջ այդ թվում։ Ինքը հեշտ ընկալվող ու շատ հետաքրքիր բան է, որտեղ դու ոչ թե միայն խոսում ես, այլ դու ցույց ես տալիս հետաքրքիր պարգևներ ու բացատրում ես ինչու այսպես տեսք ունի։ Հիմա 1918 թվականին այդ ծանր տարիները, որը Եղեռնից հետո դեռ Եղեռնը շարունակում էր մինչև երևի 23 թվականը, բարձրացավ մի հարց,
որը շատ ավելի լայն դիապազոն ունի, քան զուտ Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության որոշումը, որ պետք է մի քանի շքանշաններ հիմնադրվեն եւ թղթի վրա հիմնադրվեց։ Ավելին, եղան նույնիսկ այդ շքանշանների էսկիզները, որոնց մեջ շատ ակտիվ ինձ թվում է մասնակցել է Քոջյանը, հետաքրքիր է նա, որ մենք տվյալներ չունենք։ Այդ էսկիզը Քոջյանինն էր, թե մեկ այլ տաղանդավոր մարդու, բայց շատ հետաքրքիր էսկիզներ են գտել, շքանշաններ եմ հայտնաբերել 18 չէ, արդեն սովետական մասը, այո։ Բայց 18 թվականին ինչի եմ նշում ձեզ, որովհետև պետությունը, այդ տեսեք, սա էլ մի հատ փուճուր շտրիխ է, բայց ցույց է տալիս ինչու հայկական առաջին հանրապետությունը ընդամենը գոյություն ունեցավ 18-ից 20 թվական։ Որտեվ նույնիսկ պետական շքանշանների համակարգը դա այն կնիքն է, որը դրվում է ու ասում է, հաստատում է, որ սա պետություն է։ Որտեվ պարգևները դարձել են արդեն մի արտացոլում են պետության իրողությունը։ Ամեն եկեք փորձենք բայց հասկանալ ինչ շքանշանների հետ գործ ունեք։ Հիմա շքանշանները Կարծում հերոսատորն շատ կհետաքրքրի, որն էր հայկական առաջինը, որներ են բացառիկը կամ ամենաարժեքավորը։ Մի քանի այդպես դրվագներ, որոնք իհարկե մեծ հաճույքով, ուրեմն առաջին շքանշանը իմ այս գրքի հենց առաջին cover ոնց է։ շապիկը։ Այո, այն շապիկի վրա են ներկայացվել առաջին հայկական շքանշանները, որոնք հիմնել է Գևորգ 5-րդ այսպես կաթողիկոսը, այո։ Նա հիմնադրեց այս երկու շքանշանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հասկանալի է մեզ համար ինչի Սուրբ Գրիգոր։ Ու տեսեք, այս տեսակը միայն հոգևոր դասի համար էր, իսկ այս մյուս տեսակը բարեգործների եւ եկեղեցու, հա։ Ոչ եկեղեցու, բարեգործների, թե եկեղեցուն բառ։ Չէ։ Սա աշխարհիկ շքանշանն է, սա հոգևոր։ Հիմա եթե աշխարհիկ շքանշանները ստացան օրինակ այդպիսի մարդիկ ինչպես Անդրանիկը, ինչպես մեծագույն մեծ անուն ունեցող մեր մեծահարուստ մի քանի մարդիկ, այս շքանշանը հոգևորականների համար տրվում էր միայն հոգևորականների, ոչ մի հայ հոգևորական չի ստացել շքանշան։ Միայն ստացել են օտար երկրացի բարձր աստիճանի հոգևորականներ։ Միայն, երբ որ տեղի ունեցավ գենոցիդը, ամբողջ աշխարհում կար խնդիր հովանավորության, դպրոցներ, որբանոցներ եւ այլն, այդ ամենից դժուժած փախած ու տարբեր երկրներում կացություն գտած հայերի համար։ Եվ այդ մարդկանց պետք էր ինչ-որ ձևով բարոյապես բան անել, չէ՞, այդ մարդիկ, որոնք գումար շնորհակալություն որպես է եւ այդ բանը արեց եկեղեցին։ Եվ մի հատ էլ շատ կարևոր էլեմենտ կա այս ամեն ինչի մեջ, որ ստեղ, եթե նկատեք, այս շքանշանի մեջ եռագույնն է։ Մատնեք, սա 18 թվի շքանշանն է։ Եվ եռագույնն է։ Իմիջիայից այնտեղ մի հատ բան կա, պահ կա, որ գրած է 1911 թվական։ 1911 թվականը ոչ թե շքանշանի հիմնադրման տարին է, այլ գահակալության, Գևորգ 5-րդի գահակալության։ Այսօր դա պետք է ճիշտ հասկանանք։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանների այդ երկու տեսակները ամեն մեկ ուներ 3 աստիճան։ Առաջին աստիճանը, որը ոսկուց էր պատրաստում տարբեր ադամանդներ եւ այլ քարերով, երկրորդը արդեն ոսկեջրած արծաթ էր եւ այս տեսակը եւ սա ամեն մեկն էլ ոսկուց էր առաջին աստիճանը։ Ինչ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ուրեմն վեհապարը կոնդակով պարգևատրում ասենք թե մի մեծահարուստի առաջին կարգի շքանշանով, իսկ մեկ այլ հովանավորին հիմնականում Ամերիկայից, եվրոպական որոշ երկրներից պարգևատրում էր երկրորդ աստիճան։ Երրորդի մասին չեմ էլ խոսում։ Երրորդով չէր պարգևատրում։ Պարգևատրել են շատ քիչ։ Ես այս գրքույկս ունի հավելված,
որի մեջ անվանական կա, ով ինչ երբ աստացի ինչ պարգև։ Երրորդ աստիճանին հայկական մենտալիտետը չի հասնում։ Հա։ Եվ երկրորդ աստիճան շքանշան ստացողները, ես նկատում եմ բարերարներին, հայ եկեղեցի առաջնորդները, օրինակ Միացյալ Նահանգներից, գրում են կաթողիկոսին նամակ եւ ասում են վեհապար հայր, պարոն Պետրոսին տվեցիք երկրորդ աստիճան, Պողոսին չտվեցիք, իսկ այն մեկին տվեցիք առաջին աստիճան։ Կարող ենք հաշվի առնելով իրենց ներդրումները, հա դա այդպես միշտ եղել, իսկ հիմիկվա այս ժամանակակից եկեղեցու պարգևներից ինչ պարգևներ կան, որ հիմա տրվում են։ Հայտնի են, իհարկե, հայտնի է, որ Վազգեն առաջինի օրոք այդ շքանշանները հիմնվեցին 1961 թվականի եւ մենք ունենք մինչեւ վերջերս ընդամենը 3 շքանշան, նույն Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, բայց արդեն առանց աստիճանների եւ ունենք 2 այլ շքանշան, Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ շքանշանը եւ երրորդը Սուրբ կներեք, մի զարմացեք, ես մեկ արդեն ինձ հիշողությունն էլ լավ բանանում։ Ես եւ երրորդ շքանշանը, որը նույնպես շատ հարգի շքանշանը, այս գրքի մեջ իհարկե եկեղեցական պարգևների մեջ ինքը ավելի լավ է ցուցադրված, ոչ միայն ինքն է ցուցադրվում, այլ տեսակները, որտեղ իրենք տարբերվում են։ Օրինակ, ինչ որ թվականին թողարկածը տարբերվում է ավելի Օրինակ այսօրվա այդ շքանշանը մի քիչ տարբերվում է։ Հիմա սա այսա Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպն է։ Տարբեր տեսակները։ Այո, տարբեր տեսակներ։ Ես սա տեսակներն եմ ցույց տալիս։ Իսկ ստեղ եթե նկատեք, ստեղ էլի այդ տարբեր տեսակներն են, որտեղ իսմա իրանք շատ հետաքրքիր են ուսումնասիրողների համար եւ ասեմ ձեզ, որ 2011 թվականին շատ անսպասելի հիմնադրվեց 4-րդ շքանշանը։ Այս յուրահատուկ շքանշանը, որը շատ շքեղ տեսք ունի, շատ լավ դիզայնով արված գործ է, որը կոչվում է Սուրբ Էջմիածնի ասպետ։ 2011 թվականին, պատկերացնեք 2011 թվականից մինչև այսօր այս շքանշանով պարգևատրված են երևի 7-8 հոգի։ Համար առաջինը ստացավ իհարկե Տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնը եւ մեր իմացած մարդկանցից Էրնեկյանը ավելի վերջերս պարգևատրվեց։ Մի խոսքով, շատ հայտնի մարդիկ, մեծահարուստ ու մեծ կարևոր ազգային բարերարներ։ Ու այդ հայկական շքանշանները շարունակում է այդ կյանքը։ Հիմա Էջմիածինը նոր շքանշաններ էլ ունի արդեն։ Ես իրավունք չունեմ, քանի որ իրենք աշխարհ լույս չեն տեսել, խոսելու դրանց մասին։ Դրանց մասին չեմ կարող խոսել։ Լավ, Նիկա, ես ուզում եմ մենք հիմա ասենք սահուն կերպով անցնենք այսօրվա մեր խնդիրներին, նույն եկեղեցու շուրջ պատտվող։ Կա նման մոտեցում, որ այն ինչ որ այսօր տեղի ունենում, օրինաչափ է, որովհետև եկեղեցին համարում են, որ տարիների ընթացքում շեղվել է իր ուղուց եւ այս պայքարը ոչ թե եկեղեցու, այլ անձերի դեմ է։ Ինչպես եք վերաբերում այդ մոտեցմանը։ Գիտեք ինչ, ինձ համար անձը եւ եկեղեցին ինչ որտեղ պետք է առանձնանան, ինչ է նշանակում։ Առանձնանան թե չառանձնանան։ Չէ, ինչ որտեղ առանձնանան, որտեղ անձը կարա վերջին հաշվով մարդը, գիտեք, ունի տարբեր թերություններ կամ կարող է սխալներ գործել։ Չէ, հարցը հետեւյալն է, այսինքն կոնկրետ թիրախավորելով կաթողիկոսին, իրենք թիրախավորում են դրանով նաև եկեղեցուն, թե ոչ։ Իհարկե, թիրախավորում են ու գիտեք ինչ, կան բաներ, որի մասին ազնիվ մարդիկ ու պետականամետ մարդիկ իրավունք չունեն նույնիսկ խոսեն։ Եթե իրենց ինչ որ բաներ են հայտնի, իրենք ուզում են անպայման այդ մարդուն սևացնել ու վարկաբեկել ինչ որ բաների մեղքերի պատճառով, դա մեծագույն սխալ է։ Ոչ մի խելացի քաղաքական գործիչ այդ բաներով չի զբաղվել, չպիտի զբաղվի։ Առավելևս մեր դեպքում,
Մեր դեպքում տեսեք առաջին պարգևը Գևորգ 5-րդն է հիմնել։ Ոչ թե առաջին հանրապետությունը, որ թղթի վրա գրեց, բայց պրակտիկ ոչ մի ձևով ոչ մի բան չեղավ։ Չկարողացան անել։ Հիմա նույնիսկ պարգևների միջոցով մենք հասկանում ենք ինչ մեծ դեր ունի մեր կյանքում եկեղեցին։ Եկեղեցին արեց այն ինչ որ պիտի աներ պետությունը, այս պետությունը չարեց։ Իդեպ ասեմ, եկեղեցին միաժամանակ ցույց տվեց որքան է ինքը նվիրված պետությանը։ Գևորգ 5-րդը հենց այս շքանշանի այս երագույնը ներկայացնելով ցույց տվեց, որ ինքը որքան նվիրված է հայկական պետականությանը։ Ինքը ինչպես հասկանանք այդ դեպքում շատ-շատերի հրճվանքը եւ անթակույց ուրախությունը, որ կաթողիկոսին անողջորեն նաեւ եկեղեցուն ուղղակիորեն վարկաբեկում են եւ արվելին ասում են, որ եկեղեցին երբեք չի ուզել անկախ Հայաստան, ինքը միշտ դեմ է եղել անկախ պետականությանը, դարերի խորքից այդպես եղել։ Հետեւաբար այսօր մենք մաքրման գործընթացով ենք անցնում եւ ոչ թե վարկաբեկման։ Դե եկեք, եթե այդպես է, եկեք հիշենք Գևորգ 5-րդին։ Կներեք, Սարդարապետի այդ եկեղեցիների ղողանջը այդ այն ինչ որ ինքը արեց, մարդկանց բարձրացեց ու ասեց, որ դու մենք պետք է փրկենք ոչ թե միայն Էջմիածին, չէ՞ որ գաղափարային էր, որ պետք է իրենք Էջմիածինը զբաղեցնեն, ասեց, որ բոլոր հոգևորական դասը ամբողջ պետք է զենք վերցնի եւ կանգնի ժողովրդի կողքին ու մասնակցի Արցախյան պատերազմում են հոգևորականները զենքով եղել։ Ես ինքս շատ լավ հիշում եմ, երբ որ Արցախ էի այցելում, իմ ընկերներս, որոնք այդում հոգևորականներ, բոլորը զենքով են, բոլորը զենք ունեն։ Հիմա կպնել այսօր ինչ որ ձևով փորձել վարկաբեկել եկեղեցին, ես համարում եմ հիմարություն։ Առաջին հերթին հիմարություն, որտեղ ոչ մի լուրջ քաղաքական գործիչ այդ քայլի չպիտի գնար։ Նորից եմ ձեզ ասում, իրենք գտել են ինչ որ մի թեմա կամ մի քանի թեմաներ, որը համարում է, որ պոպուլիստական, ասենք ասենք, ձևով ինչ որ ոչխարների կարող է դուր գա ու այդ թեմայով ուզում են շարունակել իրենց թվում, որ իրենք ճիշտ բան են անում ու մարդկանց ողջևորում են, ասում են, այ տեսեք ինչ սխալներ են անում։ Մենք պետք է այս ամեն ինչը իրենք կապ չունեն դրա հետ։ Դա իրանց խելքի բանն է չի վերջին հաշվով։ Իրանք երկիրը չեն կարողում տնտեսապես կառավարել։ Դա տեսեք ինչա կատարվում այս երկրում։ Դա տեսեք ինչ կոռուպցիա է տեղի ունենում այս երկրում։ Ու այս մարդիկ այդ որոնք կոռուպցիայով միտում կոռուպցիայի դրոշը բարձրացեցին, որ պիտի պայքարեն, ինչ եղավ, մենք կոռուպցիայի դեմ պայքար տեսանք։ Այս որ հիմա Գյումրիում այդ մարդուն ձերբակալել են, դա ինչ է, դա կոռուպցիայի դեմ պայքար էր, ոչ, բացարձակապես։ Իսկ ուր են միլիարդները, որ պիտի վերադարձնեն երկրի, ինչի չվերադարձեցին։ Նիկա, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, որ մենք այսպիսի ես կարող եմ ասել ցածր վիճակի հասանք։ Հասկանալի է, որ եկեղեցին անթերի չի, պետական համակարգը անթերի չի, հասարակությունը իդեալական չի, մեր ինքնությունը տարբեր փոխակերպումների միջով է անցնում, բայց հրճվել, ուրախանալ, ոգևորվել, քարկոծել, ցույց տալ ներքին այդ կուտակված այդ թույնը եկեղեցու, եկեղեցականների, որոնք սրբեր չեն, երբեք չեն եղել, երբեք չեն կարող լինել որևէ մեկը։ Ինչու։ Ես մի հատ օրինակ բերեմ, ինչ է նշանակում արժե զրկել ընդհանրապես լուրջ եւ երևույթները եւ գաղափարները։ Տեսեք, գործող իշխանությունը 2020 թվականին օգոստոսին մի հատ շոու արեց բանում, Սարդարապետում, այո։ Այդ շոուի մեջ նույնիսկ օգտագործեցին մանումենտում տեղադրված T-34 տանկը։ Ու այնտեղ կատյուշա-մատյուշաներ էին ռուսական ինչ-որ երաժշտություններ այո, ցնդելու բանա, լուրջ եմ ձեզ ասում։ Այդ օրը Կալինկաներ։ Այո, այդ օրը պարգևատրվեց առաջին մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանները պարգևատրեցին 16 հոգու։ Ու 52 հոգի պարգևատրվեցին մարտական խաչ երկրորդ աստիճանով։ Դուք հասկանում եք ինչ է դա նշանակում։ Այդ շքանշանը արժե զրկվեց այսուհետև, ինքը գոյություն չունի։
Հիմա այսօր փաստորեն հասկացող մարդուն եթե վերցես այդ դեպքից հետո ու հանձնես այդ շքանշանը, դա ոնց որ իր ծիծաղես այդ մարդու վրա։ Արժե զրկեցին այդ համակարգը ընդհանրապես։ Պարգևներ տալու համակարգը շնորհելու դարձել է արդեն այսօրվա իրան հարգող անձնավորությունը չի կարող պատահի վերկանա ու գնա ու հաճույքով ու հպարտությամբ ստանա ինչ որ պարգև պետական։ Ինչ տեղի ունեցավ մեր ուղեղներում այդ դեպքում։ Եղավ այն ինչ որ պետք է լիներ սովետական տարիների շարունակությունը, երբ որ փոխանակ ընդհատվեր ու սկսվեր նոր կյանք 1991 թվականից մենք լրիվ ուրիշ մենք շարունակեցինք այն իներցիայով մինչև հիմա շարունակում ենք այդ սովետական Սավկովի այդ մենտալիտետն է մեր մոտ եւ կառավարման մեջ եւ տնտեսության մեջ եւ քաղաքականության մեջ բոլոր հարցերում մենք ապրում ենք դեռ այդ սովետական տարիների իներցիայով։ Բայց ինչպես է դա հնարավոր։ Ինչպես է հնարավոր չլինել կամ շարունակել լինել մի երկրի մաս, որ այլևս գոյություն չունի։ Շատ երկրներ են անցել, վերջո վրացիները, նույն ուկրաինացիները, մոլդովացիները, անգամ ռուսները, կարծես, նայեցի ռուսների մասին շատ տարբեր կարծիքներ կան։ Բայց այդ ինչպես է ստացվում, որ նույնիսկ այն սերունդը, որը չի տեսել խորհրդային տարիներ, լինի խորհրդային մտածողությամբ։ Բայց այդ մարդուն չէ որ ամեն օր ցույց են տալիս, խոսում են հեռուստատեսությամբ, ռադիոյով, քաղաքական գործիչների բերանով մարդիկ ցույց են տալիս այն նույն բաները, ինչ որ եղել է այդ տարիներին, սովետական մինչև 1991 թվականը։ Մենք հասկանում ենք չկարողացանք փոխվել այդ բանից։ Այդ երեխան որ ծնվում է կտրում են, չէ՞, այդ պորտալները։ Հա, այդ պորտալները չկտրվեց։ Ինչա սսղոցեցին, պայթացրեցին, վառեցին, չփոխվեց։ Եվ մենք այդ պորտալներով միջև հիմա սովետական միության հետ ենք կապված։ Սովետական միությունը վերջին հաշվով դա ես չեմ ուզում ինչ որ մարդկանց զգացումները բանա նեղացնեն, բայց դա չէ որ ֆաշիստական իդեոլոգիայի ինչ իմ համար գոնե։ Ես այդպես եմ մտածում։ Դա մի սարսափելի երևույթ է։ Եվ այդտեղ մենք ունեցենք Խաչատրյան, մենք ունեցենք Թամանյան, մենք ունեցենք բազմաթիվ հրաշալի մարդիկ, որոնք ստեղծագործել արարել են խորհրդային տարիներին վերջը։ Բայց ինչ պայմաններում են աշխատել։ Իսկ Նիկա, ինչ է կարծում, ինչը պիտի ստիպի կամ ինչը պիտի լինի գործիք փոխելու կամ այդ պորտալը, ինչպես որ դուք նշում եք, կտրելու կրթությունը, մշակույթը, ժառանգության մասին շատ խոսելը, այսինքն համալսարանը, ինչը պիտի ստիպի ի վերջո այդ անցումը ավելի հասուն, ավելի կայացած ժողովրդի հասարակության անել ի վերջո։ Այս դուք թվարկեցիք, առաջին հերթին ըստ իս կրթությունը։ Մարդիկ պետք է կրթվեն, մարդիկ պետք է իրական ազնիվ ինֆորմացիա ստանան, թե ինչ է կատարվել եւ ինչ պետք է կատարվի, ինչպես պետք է նոր սերունդը մեծանա։ Մենք պետք է այդ սերունդը մեծացնենք, չէ՞։ Լսեցեք, քանի տարի է պետք, որպեսզի մի նոր սերունդ ձևավորվի, որ այդ սերունդը սիրի դասական երաժշտության, գնա համերգների։ Մինչև հիմա ձևական իհարկե ինչ որ ցույց են տալիս երեխաներին տանում են այսպես կոչված մանկական ֆիլհարմոնիա կամ միջում օպերային կամ ինչ որ սիմֆոնիկ երաժշտությունների համերգներին։ Այդ շատ լավ է, նույնիսկ եթե թերի է, ավելի լավ է այդ ձևով լինի, բայց շարունակվի ու խորանա ու մտածված լինի այդ ամեն ինչը։ Այդ ամեն ինչը, գիտեք ինչ, իմ մոտ տպավորությունն է, որ մենք չէ որ ունենք լավ կրթական ինչ որ համակարգ, չէ։ Ունենք թե ունեինք, այսպես ենք։ Մենք համարում ենք, որ ժամանակին ընդունված էր, չէ, որ սովետական մարդիկ հոյակապ դպրոց ունեն, հոյակապ կրթություն են տալիս, ամերիկացիները մեր համեմատ էշեր են, ոչ մի բան չգիտեն եւ այլն եւ այլն։ Հիմա կյանքը ցույց տվեց, որ դա այդպես է, թե ոչ։ Իմ կարծիքով կյանքը նա ցույց տվեց, որ այսօրվա ես կրթության մարդ եմ, այսօրվա որակը բավականին զիջում է նախկինի որակին։ Իհարկե։ Մի կողմ թողնենք ամերիկացին, մենք ինքնես մեզ համատվենք։ Ամերիկացին հանգիստ թողն, իրանք իրենց դրական եւ բացասական ունեն, բայց մենք այսօր որ նայում ենք, մեր կրթական համակարգը իսկապես զիջում է անգամ խորհրդային տարիների կրթական համակարգին։ Լսեք, մենք խորհրդային տարիները կարող է իրավունք ունենք շատ լուրջ քննադատենք ու չընդունենք շատ բաներ, բայց դուք ասեցիք, մեզ սովետական ժամանակաշրջանը շատ բան տվեց Հայաստանին։ Վերջին հաշվով հիշեք Երևանը 1920 թվականին ինչ էր եղել եւ ինչ քաղաքի վերածվեց։ Իհարկե իր թերություններով այսպեսի այո, տպավորություն չլինի, որ խորհրդային միության գովք են կամ բացարձակապես, ընդհանրապես փորձում ենք օբյեկտիվորեն հասկանալ ոչ թե
այն ժամանակ լավն էր թե վատ, այլ որ այսօր ինչպես անենք, որ մենք կարողանանք բերել այդ նշաձողը, ինչից սկսեցինք բարձրացնել։ Այն ինչ որ համաշխարհային պատմությունը ստեղծել է, ոչ մի բան պետք չի հնարել նորից։ Ով է բերել մշակույթը կամ կրթությունը եւ երկրները ինչպես են զարգացել, ինչ ճանապարհով են գնացել։ Էլիտան, ղեկավարությունը, բարձր խավը, այսպես ասենք, կոնկրետ մեր դեպքում պիտի ասենք ինտելիգենցիան եւ մտավորականությունը, գիտնականները, այն երկրում, որտեղ ուսուցիչը ստանում է այն աշխատավարձը, որը հիմա տալիս են մեր դպրոցների ուսուցիչներին, չի կարա այդ երկիրը զարգանա։ Չի կարա, պարզապես անհնարին է։ Մենք նվաստացել ենք ուսուցիչին, դարձրել ենք, երբ որ նա թագավոր էր առաջ, ասում էին, ուսուցիչը մեծ, ինչ հարգանք կար ուսուցիչի հանդեպ։ Տեսեք ինչ է այսօր կատարվում։ Ու եթե գոնե Գերմանիայում ուսուցիչը ստանում է շատ ավելի բարձր, ոչ պակաս բարձր աշխատավարձ, քան գիտնականները, այ երբ որ մենք հասնենք այդ աստիճան, երբ որ ուսուցիչը կգնահատվի, որտեղ ինքն է կրթելու այդ նոր սերունդ։ Բայց ասում են, եթե լրիվ ծանրաբեռնվածությամբ ուսուցիչը աշխատում է, ատեստացիան անցնում է, բավականին բարձր աշխատավարձ ստանում։ Այդ հիմար խոսակցություններն են, ոնց որ ինչ որ մեկը վեր կենա եւ ասի, գիտեք ինչ, մեզ մոտ բավականին բարձր թոշակներ են մարդիկ ստանում ու ավելի կբարձրանա այդ թոշակը։ Դու ծիծաղելի չի այդ թոշակը, որը ասենք թե 50,000 դրամ է կամ 60, լավ։ Ծիծաղելի։ Ոնց կարան պետական աշխատողները, տարբեր չինովնիկները, դեպուտատները վերջին հաշվով այդ հսկայական միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձներ ստանան, իսկ դպրոցի ուսուցիչը կոպեկներ, համեմատելու բան է, կամ ոնց կարա այն մարդը, որ ամբողջ կյանքից երկրին է ծառայել, ստանա թոշակ 50,000, լավագույն դեպքում։ Լավագույն իհարկե, իսկ պարլամենտի ինչ որ անդամ կարա ստանա միլիոնից ավել։ Դա նորմալ է։ Արգելավճարներն էլ հավելյալ։ Դե դրա մասին չենք խոսում, որտեղ ես համարում եմ այդ ամբողջը կոռուպցիա։ Այս կոռուպցիան շատ հետաքրքիր ճանապարհներով գտավ, այս մարդիկ գտան իրենց փող աշխատելու ձևերը, շատ հետաքրքիր ձևով։ Օգտագործելով պետական դրոշը, ասելով, որ մենք գող չենք, մենք ասֆալտ լավ գցող ենք եւ այլն եւ այլն։ Այս մարդիկ այն միամիտ մարդիկ, որոնք միջև հիմա իրանց ասում է ես նիկոլական եմ, այդ մարդը, որը տենց բան ասում, հասկանալի է, չէ՞, ինչ թերի համ կրթություն ունի, համ պատկերացում, թե ինչ է կատարվում իր կողքը, այս երկրում։ Այս ամեն ինչից հետո, այս 44 օրյա պատերազմից հետո, այս դավաճանություններից հետո, Արարատի, ինչ ասեմ, պատկերը մեջտեղից հանելուց, այս ամեն ինչ ինչ որ մենք տեսնում ենք, ոնց կարա տրամաբանական մարդը, մենք տեսեք ինչ ասում խաղաղություն են բերել, հիմա Ադրբեջանը համաձայնել է, որ իր տարածքով կարող է ցորենը գալ դեպի Վրաստան, Վրաստանից Հայաստան, դա դարձել է մեծ ողջավորության եւ ահավասիկ, ասում եմ, տեսեք, վերջապես խաղաղությունը հաստատվել է։ Առաջինը խաղաղությունը չի հաստատվել ու կյանքում այս ձևով չի հաստատվել։ Միջև քո թշնամին հակառակորդը միջև չհասկանա, որ դու ուժեղ ես, ուրեմն խաղաղություն չի լինել, վերջ։ Դա 100% բան է։ Էն էլ էս ազգը, որը ցույց տվեց, որ ինչպես կարա ինքը ուժեղանա եւ որքան հզոր կարող է լինել եւ ինչ հաղթանակներ կարող է ունենալ։ Այս ամեն ինչից հետո նստես էլի մտածես, որ խոսալով խաղաղություն է գալու, չի լինի այդպես բան։ Չկա, չի կարա։ Դու պիտի ուժեղ լինես, որ մարդը տեսնի, որ դու ուժեղ ես։ Այդ վաղ ինքը քո հետ կուզենա երկը խաղաղության մեջ ապրի։ Առավել էս, որ դու միշտ իրեն ներկայացնող հարցեր ունես։ Դու Արցախ ես գործել, Արցախից հետո դրանից ավելին ինչ պիտի կորցնենք։ Արարատը, հա, պիտի կորցնենք։ Դե դա ասում մերը չի։ Դե ինչ իհարկե իրենցը չի։ Ես եմ ուզում ասել, դա տրանսֆորմացիան, իհարկե սա արդեն առանձին թեմա է, մենք համարյա ավարտում ենք։ Ես կուզեի վերջում տես տալ իմ ավանդական հարցից, որոնք են մեր լավ կողմերը։ Մենք բավականին բարի ժողովուրդ ենք, եթե մեր մասին է խոսքը։ Բարի թե միամիտ։ Ես կասեի, ես միշտ երբ որ ասում եմ բարի մարդ իմիջիալոց, ես շատ հաճախ նկատի ունեմ այն մարդկանց, ում ես Սփյուռքում եմ հանդիպում կամ դրսում։ Դրսերում իմ հանդիպած հայրենակիցների մեծ մասը շատ բարի ու շռայլ մարդիկ են։
Պարզապես տարիների ընթացքում մենք հասցրեցինք ամեն ինչը նրան, որ մեզ արդեն նույնիսկ Սփյուռքում չեն սիրում։ Նույնիսկ Սփյուռքում այդ վերաբերմունքը, որը առաջ կար, չկա։ Ու այնքան հասկանալի է դա։ Եթե դու չունես Սփյուռքի նախարարություն, առաջ գիտեք, իմիջիայլս ես հատուկ բերել եմ ձեզ ցույց տալու ամենայուրահատուկ հայկական մեդալները, որտեղ ինձ շատ հաճախ հարցում են, իսկ ո՞րն է ամենահետաքրքիր հայկական մեդալը ու ամենակիչ հանդիպող։ Ամենակիչ հանդիպող հայկական պարգևները դա Սփյուռքահայության կոմիտեի կողմից նախաձեռնած 7 մեդալների հիմնադրելը։ Մենք հիմա ունենք 7 մեդալ, որը 1964 թվականից ստեղծած Սփյուռքահայության կոմիտեի նախագահի օրոք, որը մինչև 1985 թվականն էր ղեկավարում այդ կոմիտեն, իրեն հաջողվեց, իմիջիայլ շատ դժվար գործ արեց նա։ Իրեն հաջողվեց 1982 թվականին ՑԿ ԿՊՍՍ-ի Մոսկվայից Բրեժնևի անձնական ստորագրությամբ թույլտվություն, համաձայնություն, որ Սփյուռքահայության կոմիտեն ունենա իր պարգևները, որով պարգևատրում էին մեր հայրենակիցները Սփյուռքի։ Եվ դրանք ամենայուրահատուկ մեդալներն են։ Դուք ասիք բարությունը, շռայլությունը եւ երրորդը, եթե կա։ Շռայլությունը, այո, ես էլի կարող համաձայնում եմ ձեզ, բարիությունը վերջին հաշվով։ Բարությունը։ Հայերը շատ բարի մարդիկ են, շատ ու միամիտ։ Ինչ որտեղ միամիտ։ Լավ։ Նիկա, շատ շնորհակալ եմ այս չափազանց հետաքրքիր զրույցի համար։ Չգիտեմ որքանով հետաքրքիր էր, բայց հույսով եմ, որ մեր հեռուստատողները ստարժանվույն կգնահատեն այս զրույցները, ընդհանրապես այս շարքը, որ ես շատ կարևորում եմ, ես կարծում եմ, որ մեր այս իրականության, այս աղմուկի մեջ պակասում են նման զրույցները, հետաքրքիր լավ մարդկանց հետ, բյուրեղի այդ հարցերի արժեքների մասին, որոնք կարծեք մղվել են երկրորդական պլան եւ ավելի շատ անընդհատ մենք տեսնում ենք այդ փոխադարձ ատելությունը, փոխադարձ հայհոյանքները սոցիալական կայքերում չլինենք միամիտ իրականում նայենք իրականության աչքերին այնպես ինչպեսին որ կա եւ միշտ պատրաստ լինենք ոչ միայն տեսնել, այլև փորձել լուծել, որովհետեւ մենք ինքներս ենք կառուցելու մեր պետությունը, որևէ մեկը մեզ չի օգնելու, հետեւաբար իմ միշտ հորդորն է չվհատվել եւ հաջողություն ձեզ։